Թուրքիայի արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են Փաշինյանին։ Ալեն Սիմոնյանն էլ շնորհակալություն հայտնեց Թուրքին։ Հիմա այսքանից հետո Փաշինյանին ձայն տվող լինելու է, եթե իհարկե դեռ կար։ Այդ քայլի վրա կունենա, բայց չեմ կարծում, որ այնց մեծ թիվ կկազմի ու կկարողանա իրան բերի բարձր դիրքի մյուս տեխնատուների համեմատ։ Մի նորից պատրաստվում են ընտրություն, բայց ինձ թվում է, թե 10-20% հազիվ ընտրեն։ Այդ էլ իր կպահականները հնարավոր չի։ Դարե եկել է Թուրքը միշտ թշնամի աղել, այտենց էլ պետք է գնա, չի կարգավորվում։ Հիմա բարձրաձայն ասում են, դե զինվորներին փոխեցինք առևտրի հետ։ Միշտ էլ եղել է, հա, մենք մոտիկ ենք Ադրբեջանի սահմանին, այդ Սադախլու Վրաստանի հետ, առևտուր անում են, եղել է։ Բայց այս աստիճան իրանք արդեն մասշտաբով, որ կարան միանգամից Ռուսաստանից Վրաստանով իրանք բերեն, են չեն տանում Ադրբեջան նորից հետ բերում։ Ինչ որ խաղեր են տալիս, ինչ որ մարդկանց ուզում են հավատացնել, որ ինչ որ մի բան անում են, այս երկիր սարքելու համար, երկիրը մենակ Ադրբեջանով չեն սարքում։ Ռուսաստանի անտեսմեն Ադրբեջանին մոտացնեմ, պարգևավճարները միլիոններով տվեց, դա ոնց որ դրա կաշխառ տվեց ամենին, ինչ որ մի քանակ ասի դու 5 հատ, դու 10 հատ պետք է ձայն հավաքես։ Նման մի բան է գալիս, այն առաջները 5000 տալիս են ժողովրդին հավաքը, ամեն դարամա տենց է գալիս։ Իրանք էլ նախորոք տվել են, որ հետո էլ պահանջելու է, դու գիտես նվերատալու իրենց։ Դա չի իմար, որ ինքը չընտրվի, փախցնեն տանեն այնտեղ։ Ես ցենց եմ գտնում։ Ինձ թվում է իմ նկարն է տենում եք, թող ինքն է տենա, իր վերջի բանը երևի փախցնեն տանեն այնտեղ։ Ես իշխանությունները Ադրբեջանին դու Թուրքիային շնորհակալություն են ասում, բայց հարձակում են Ռուսաստանի վրա, որը որ մեր դարավոր բարեկամն է եղել եւ մեր պաշտպանն է լինելու։ Վերջում մենք էլի գնալու ենք դեպի Ռուսաստանին, ասենք արի մեզ փրկի։ Բայց ինչի հասցնենք դրան։ Ինչը ամեն 100-ամյակը մեկ պետք է այս ժողովուրդը մի հատ հարված, ոնց են ասում, հարված ստանա, նոր հետո խելքի գա։ Դե հիմա իրանք դրա համար են եկել, որ երկիրը այս վիճակին հասցնեն։ 18 թվականին հենց իրանք հենց դրա համար են եկել։ Ես ասեցի նորմալ ղեկավարապետ, որպեսզի բոլորի հետ նորմալ հարաբերություններ ունեն։ Իսկ երկիրը այս ղեկավարով արդեն գնում ենք ուրիշ ուղղությամբ։ Ուր են գնում։ Դեպի Թուրքիա ու Ադրբեջան։ Թուրքիան միշտ էլ շատ հավասարակշռված քաղաքականություն ավարում, ինքը հայտնի է որպես դիվանագիտական երկիր, որը շատ հմուտ կարողանում է ղեկավարել իր ղեկավար Էրդողանը, իսկ նրանց առաջել են նույն ձևի ղեկավարել են, եւ նրանք եթե պետք է կարան սուտ ասեն, եթե պետք է կարան ճշմարտությունը ասեն։ Հիմա էլ նրանք մեզ ինչ որ 10 միլիոն փողը, ինչքան գիտեմ, տրամադրում են, չգիտեմ ինչի համար են տրամադրում, դա էլ իր նպատակները ունի, մարդկանց որոշակի մասը Փաշինյանին հավատում է եւ կգնա ընտրության, բայց թե քանի տոկոսը կլինեն դրանք, ես դա չեմ կարող ասել։ Եթե իրական ընտրություն լինի, այդ տոկոսը քիչ կլինի։ Ես գտնում եմ, որ եթե մենակ մենք լինենք ու մեր Փաշինյանը, ինքը չի ընտրվի։